կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, հարգելի գործընկերներ, հարցերի համար կարող եք հերթագրվել։ Պարոն Խուդացյան, ես մի հարց ունեմ, կարելի է նշեցիք, որ 504.5 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, որը ողջունել է եւ արդեն քանի տարի է մենք այսպիսի հրաշալի ցուցանիշներ ենք արձանագրում, բայց հաճախ բոլորս էլ լսում ենք, որ ճանապարհների որակից որոշակի բողոքներ կան։ Հիմա դուք նշեցիք, որ 19 միլիարդ տրամադրել եք իրանական ընկերության, որպեսզի մրցույթը սպասարկի։ Մենք կարող ենք նաեւ ուսումնասիրել որակի իմաստով արդյոք, ասենք իրանական ընկերությունները այդ տեխնոլոգիայով են ճանապարհ կառուցում, որը հնարավոր է, որ նաեւ մեր կազմակերպությունները ճանապարհաշինությամբ զբաղվող կազմակերպությունները նաեւ այդ տեխնոլոգիաներից օգտվեն, որովհետեւ տեսեք, ես վերջերս Վայք Հերհեր ճանապարհին նկատեցի, որ դեռևս 2017 թվականին է կառուցվել, բայց մեծամասամբ շարքից դուրս է եկել ճանապարհը, ու ասենք որպես քաղաքացի մտածում եմ, հնարավոր է, որ նոր տեխնոլոգիաներով կարողանանք ապահովել ավելի երկարակյաց եւ ավելի որակյալ ճանապարհ։ Այս հարցը կխնդրեի, որ մեկնաբանեիք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բաքրատյան, մենք ճանապարհաշինության հիմնական ուղղություններով երկու պատվիրատու ունենք հանրապետությունում, մեկը հանրապետության համայնքներն են հիմնականում սուբվենցիոն ծրագրերի մասով, մյուսը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իդեմս ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, եւ այս երկու ուրեմն տեղերից մենք 2018 թվականից սկսած շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ են կառուցել, վերակառուցել, նորոգել եւ հիմնանորոգել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ճանապարհների մի մասը եղել են միջին նորոգման աշխատանքներ, մյուս մասը եղել են հիմնանորոգման աշխատանքներ, սովորական երթևեկության պայմաններում միջին նորոգման շահագործման ժամկետը սահմանվում 5 տարին, այսինքն 5 տարի հետո այդ ճանապարհը նորից ենթակա է միջին նորոգման, բնականաբար մայրաքաղաքում եւ այն հատվածներում հանրապետության, որտեղ երթևեկությունը ավելի ինտենսիվ է, այդ ժամկետը 4 տարի է, այսինքն իմ խոսքը այն մասին է, որ եթե 2018 թվականի ընթացքում մենք ամենալավ որակի միջին նորոգում ունենանք, միևնույն է 2023-2024 թվականներին այդ ճանապարհը նորից միջին նորոգման ենթակա էր եւ հիմնականում քաղաքացիները նաեւ նույնը հիմնանորոգման մասով շուրջ 8-ից 10 տարի է հիմնանորոգման ժամկետը եւ եթե 2018 թվականին մենք ուրեմն հիմնանորոգված ճանապարհ ունենանք եւ այն ամենալավ որակով է լինի 8-ից 10 տարի հետո ինքը ենթակա նորոգման։ Դրա համար որոշակի պարբերականությամբ նույն ճանապարհի վրա 5 տարին մեկ աշխատանք իրականացնելը դա այդ աշխատանքի նախորդի վատ որակով իրականացվելու մասին չի խոսում։ Իհարկե սա չեմ ասում այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհները կառուցվում են առանց թերությունների, բնականաբար այդպես չի, իհարկե վերջին տարիներին ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ որակական էական փոփոխություններ են ունեցել, որովհետև նախ կապալառու ընկերությունների կարողություններն են էականորեն բարելավել եւ անձնակազմի գիտելիքների մասով եւ նաեւ նոր ձեռքբերված տեխնիկաների մասով, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության լիզինգի ծրագրի հիմնական շահառուները հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերությունները եւ այսօր ճանապարհաշինական ընկերությունների տեխնիկաների միջին տարիքը 1-2 տարեկան է, ինչը հրաշալի ցուցանիշ է հանրապետության համար։ Ունենք որոշակի ճանապարհներ, որոնք կառուցվել են եւ այդ ճանապարհների մասով խնդիրներ են ունեցել, այդ ճանապարհները նորից նորոգվել, վերանորոգվել են շինարարների միջոցներով եւ կարող է քաղաքացիներին տպավորություն ստեղծվի, թե նոր կառուցած ճանապարհը մենք նորից ենք կառուցում, բայց պետք է ասեմ, որ այնտեղ որակի հետ կապված խնդիր է արձանագրվել ըստ ամենայնի եւ շինարարը իր միջոցների հաշվին այնտեղ ճանապարհի նորից շերտի փոփոխության ամբողջովին կառուցման աշխատանքները իրականացնում։ Խոսքը մասնավորապես 2025-2026 թվականների դարմ օրինակներին եթե անդրադառնամ, օրինակ Վայոց ձորի մարզի Ելփինով անցնող ճանապարհը վերին շերտը ամբողջությամբ փոխվել է շինարարի միջոցների հաշվին, չնայած այդ աշխատանքը իրականացվել էր 2024-2025 թվականներին։ Մասնավորապես Տաթև գնացող ճանապարհը շուրջ 19.8 կիլոմետր երկարությամբ վերին շերտը ամբողջությամբ փոխվել է շինարարի միջոցների հաշվին, այնտեղ այս պահին հիմնական մասը իրականացվել է, արդեն ավարտական փուլում են գտնվում։
դեպի Ձորախբյուր գնացող հատվածով շուրջ 5.5 կիլոմետր ճանապարհի ավելի քան 2.7 կիլոմետր հատվածի վերին շերտը ամբողջությամբ էլի այս տարի փոխվել է էլի շինարարի միջոցների հաշվին։ Կարող է այսինքն քաղաքացիների հետ տպավորություն ստեղծվել, թե մենք նոր կառուցած ճանապարհը քանդում ենք, բայց դա ընդհանրապես է, որ համաձայն չենք որակական ցուցանիշների հետ, իսկ ինչի համաձայն չենք, ճանապարհային դեպարտամենտի լաբորատոր կարողությունները բավական արդեն լավացել են եւ կարողանում ենք այլ պարամետրեր ստուգել առաջիկա ժամանակահատվածի ընթացքում խոշոր գնումներ ենք նախատեսում ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի մասով էլի, որտեղ հնարավորություն կունենանք այս անգամ ոչ միայն հարթություն, խտություն, հաստություն, հատիկային կազմ ստուգել, այլ նաև ստուգել ասֆալտի օրինակ կարճողունակությունը, բիտումի ծերացման գործակիցները, նաև շերտագրման միջոցով կկարողանանք գնահատական տալ, թե ճանապարհին նորոգման ինչ տեսակի աշխատանք պիտի կատարենք, երբ պիտի կատարենք այդ աշխատանքը, ինչ շերտի փոփոխությամբ պիտի կատարենք այդ աշխատանքը, այսինքն շարունակաբար ավելացնում ենք լաբորատորիայի կարողությունները եւ այդ թվում նաեւ համայնքային հիմնական աշխատանքների փորձարկման փուլը ներառյալ արդեն նաեւ վարչապետի հանձնարարականով Մայրաքաղաք Երևանում իրականացվող աշխատանքները այդ ամբողջի լաբորատոր ուսումնասիրությունները իրականացնելու ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայով, ասել է թե պետական լաբորատորիայով։ Եթե անդրադառնամ մեր միջազգային գործընկերներին, պիտի ասեմ, որ միջազգային գործընկերներ ունենք, որոնք աշխատել են որոնց հետ եւ որոնք մեզ ճանապարհ են հանձնել առանց թերությունների, ունենք միջազգային գործընկերներ, ցավոք սրտի, որոնք մեզ ճանապարհ են հանձնել թերություններով, իհարկե այդ թերությունները շտկվել են, որոշների հետ դատական գործընթաց ունենք, այսինքն դրսից կապալառուի ներգրավելը դեռևս ամբողջական երաշխիք չի, որ մենք այնտեղ իդեալական ճանապարհ կունենանք, չնայած պիտի ասեմ, որ հաջողությամբ իրանական կողմի գործընկերների հետ իրականացնում ենք Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներ, իհարկե այնտեղ ասֆալտապատման աշխատանքներին դեռևս չենք հասել, ինքը այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է, 32 կիլոմետր ճանապարհի վրա կան ուրեմն 2 թունելներ, 15 կամուրջներ, փաստացի այդ հատվածով կառուցվում է Հայաստանում երբևէ կառուցված ամենամեծ կամուրջը, որի երկարությունը ավելի քան 700 ուրեմն մետր է, մեր ստացած տպավորությամբ աշխատանքները որակական առումով եւ ժամկետային առումով բնականon հունով են ընթանում, բայց քանի բուն ասֆալտապատման աշխատանքները չեն ավարտվել եւ այդ ճանապարհը չի հանձնվել երթևեկության, ես կդժվարանամ ավելի խորքային գնահատականներ տալ, ամեն դեպքում տեղական ընկերություններից շատերի կարողությունները սպეციფიկ ուղղություններով թույլ են եւ օրինակ այնտեղ որտեղ կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն կա, այնտեղ որտեղ թունելներ կառուցելու անհրաժեշտություն կա, մենք չասեմ ստիպված, բայց որոշ առումներով նաեւ ստիպված ենք դիմում միջազգային այլ կազմակերպություններ, որտեղ ուղղակի տեղական ընկերությունները այդպիսի կարողություններ դեռևս չունեն։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններն էլ ներգրավում են տեղական կապալառուներին, դա տալիս է մեզ վստահություն, որ առաջիկա տարիներին տեղական կապալառուները աշխատանքի արդյունքում կկարողանան նաև տեղում այդ հմտությունները ունենալ, չնայած ես մեր պլանները այնպիսին են, որ մեր խոշոր ծրագրերի մրցույթները բնականաբար պիտի անենք միջազգային, այն ակնկալիքով, որ այստեղ կներգրավենք աշխարհի խոշոր ընկերությունների, իմիջիալոց ֆրանսիական կողմի հետ մեր համագործակցությունը հենց այդ տրամաբանության մեջ է, որովհետև այն կազմակերպությունը, որին մենք պատրաստում ենք ուրեմն տալ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքների հնարավորությունը, ինքը եվրոպական թոփ ընկերություն է այս ոլորտում, կառուցել է ուրեմն Ալպերով Ֆրանսիայից դուրս եկող թունելը, թույլ կտամ ասել ոչ միայն եվրոպական խոշորագույն կազմակերպություն է, այլև համաշխարհային խոշոր կազմակերպություն է եւ այդ կազմակերպության ներգրավումը հայաստանյան ճանապարհաշինության մեջ նոր ստանդարտ եւ նոր որակ եւ նոր չափանիշներ կտա մեր ճանապարհաշինությանը։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, մանրամասն ներկայացնելու համար։ Այդտեղ շատ